Պարոն Մանուկյան, դուք առաջադրվել եք Վաղաշապատի համայնքապետի ընտրությունների ցանկում ու գլխավորում եք Հայրենիք կուսակցությունը, որ հայրենիքի համար է պայքարում Հայրենիք կուսակցությունը, որովհետև վերջին տարիներին կարծես թե մեր հայրենիքը պառակտված է եւ հստակ սահմանել հայրենիք որն է ձեզ համար։ Հայրենիք կուսակցությունը պայքարում է այն հայրենիքի համար, որը ժառանգել է Հայ քնահապետից սկսած, այդ հայրենիքը հարստացել է իր զավակների գիտությամբ, մշակույթով, ավանդույթով եւ հիմա այդ հայրենիքը մեր աչքի առաջ պառակտվում է եւ հիմա այդ հայրենիքի արժեքները մեր աչքի առաջ ոչնչացնում են եւ հիմա հեշտությամբ գուցե ոչ այդքան հեշտությամբ, որովհետեւ տարիներ շարունակ տեսել ենք, որ լրտեսախմբեր են աշխատել, ներդրումներ են արվել, կարողացել են խեղել մեր նկարագիրը եւ հիմա մենք տեսնում ենք, որ երբ հարձակվում են ամենամեծ արժեքների վրա, այդ թվում մայր աթոռի վրա, մեր ուրեմն համաքաղաքացիները եւ հայրենակիցները այնպես չեն արձագանքում, ինչպես պետք է, ինչպես վայել է զտայրուն հային։ Եվ այս ամեն ինչը տեսնելով ես հասկանում եմ, որ թմբիրի տակ են։ Գիտեք, երբ վիրահատություններ են լինում եւ մարդկանց անզգայացնում են, կարծես հիմա այդ վիճակն է, անզգայացրել են եւ ցանկացած գործողություն կատարում են եւ համապատասխան արձագանքը չկա։ Ես կարծում եմ մեր լռությունը հնարավորություն է տալու չարագործներին իրենց չարամտությունները իրագործել եւ ի վերջո հայկականությունը ջնջել եւ չգիտեմ գուցե պատվիրատուներ կան, որոնք նախանձախնդիր կերպով ստիպում են, որպեսզի սրանք մեր արժեհամակարգից դուրս մղեն ազգին։ Իսկ երբ ամբողջի են վերածում, դա այլևս անկառավարելի է, դա այլևս չի կրում այն ավանդույթները, որը ժառանգել է դարերով, նրա համար այլևս ոչ մի արժեք չունեն իր իմաստուն այրերը, Կոմիտասը, Թումանյանը, մյուսները, այսինքն մենք դառնում ենք մանկուրտներ, իսկ մանկուրտները անհիշողության զանգվածներ են, որոնց հետ ինչպես ուզեն այնպես էլ կվարվեն։ Պարոն Մանուկյան, նախընտրական այս քարոզարշավի փուլում ակտիվ եւ ընդդիմության կողմից է թիրախավորվում իշխանությունը, իշխանության կողմից թիրախավորվում է ընդդիմությունը։ Ձեզ էլ են թիրախավորում կապելով նախկինների հետ, բոլորին են քաղաքացիական պայմանագրի անդամները կապում նախկինների հետ։ Դրան ոնց եք վերաբերվում։ Այսպես ուզում են սևացնել ընդդիմության անունը։ Նախ, ինձ որ կապում են, այդ կապողները ով են, թող գան, կապված շնիկներ են դրանք, ծաղրացուներ են դրանք, կլոններ են, ովքեր են դրանք։ Այսինքն մի մարդու, որ ամբողջ այս անկախության շրջանը պայքար է մղել այդ նույն իշխանությունների դեմ, առավելագույնը պահանջելով, այդտեղ շատ ու քիչ խնդիրների հարց իհարկե կա, գուցե այդ իշխանությունների օրոք ավելի փոքր հարցեր էինք վեր բարձրացնում, բայց կային այդ խնդիրները եւ զս վեր որտեղ էին այդ լակոտ լուկուտները, որոնք այսպես զբաղված են սրան նրան այստեղ այնտեղ կապելով։ Բոլոր այդ գետնակարճ գոյանքները, բոլոր այդ անշնչությունները, քաղաքական դաշտում եղած դիակները, որոնք փորձում են վերաշնչավորվել ուրիշների հաշվին, չեն կարողանալու։ Իմ հրապարակած նյութերը կա, իմ քառահատորը կա, թող վերցնեն այդտեղ կա իմ հրապարակած նաեւ նյութերը տարբեր տարիների թերթերում եւ տեսնեն այդ որ իշխանությանն եմ ես ընդունել կամ գովել, փառաբանել, որ հիմա դրանք էլ այդպես հայտարարում են։ Ես ինքնիշխան հայ եմ, ես ասել եմ, մեկը կար, որին լսում էի համեմատաբար դա հայրս էր, որ ինձ մի բան ասում էր իրան, հիմա հայրս չկա։ Հիմա էլի իր հետ հաղորդվում եմ ցավոք տարածությունների մեջ, երկինք տարածության մեջ։ Եվ այդ փսլնքոտները այդտեղ չկան, որ ինձ որոշեն, ես որ հատվածում եմ։ Թող իրենց մասին մտածեն, որ անսեր գոյանքներ են, սեռախեղվածներ են, մի մասը տղամարդու ֆորմով քացեր են, չգիտեմ, մի մասը հպարտանում է, որ ինքը գոմիկ է, հայտարարում է, եթե այդ զանգվածը պիտի գա մեզ ազնված զար մայերին բան, ես մի բան եմ նկատել, գիտեք, որ սրանք տղամարդկանցից խորշում են։ Առողջ տղամարդը սրանց համար ընդունելի չի, պիտի հիվանդ լինեն, եւ մտքով, եւ մարմնով, եւ ամեն ինչով։ Բայց ես այդ բոլոր տերյապկեքին իրենց տեղը գիտեմ, դրանց պիտի փռեմ Հայաստանի շեմին եւ հայ ժողովուրդը ոտերը մաքրելով դրանց վրա պիտի մտնի իմ երկիր, մաքրագործված։ Պարոն Մանուկյան, ում հետ եք նախընտրական փուլից հետո, երբ որ արդեն պարզ կլինեն ընտրության արդյունքները, ձեզ գործընկեր եւ կոալիցիա կազմելու համար, որ դիտարկում եք իրենց ովքեր են։
Բոլոր նրանք, ովքեր հայոց արժե համակարգի կրողներն են, բոլոր նրանք, ովքեր եկեղեցական ավանդույթները չեն մերժում, բոլոր նրանց, ովքեր սուտն ու կեղծիքը առաջնորդող իրենց չեն դարձրել, բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր ժողովրդին, մեր երկիրը, ես նրանց եմ ընդունում, ես հիմա տեսնում եմ, որ մարդկանց մեջ հավատը պակասել է, ես հիմա շրջում եմ եւ այո, տեսնում եմ, որ այդ նախկին ներկա հոլովույթը իր դերը կատարել է, կարողացել են կեղծամներ հագցնել իրենց խոսքերին, մյուսներին, կարողացել են մեր ցավը, վիշտը փաթեթավորել, խնդության փաթեթներ դարձնել եւ մատուցել եւ մարդը այդ խապկանքի մեջ է, այս մահ ու ավեր բերողները խաղաղությունը դարձրել են կեղծ օրակարգ եւ մարդը ընդունում է մոռանալով, որ հազարավորների արյունը խմեցին։ Եվ ես ասել եմ, սրանք երբ գինու փառատոն են անում, մեր զավակների արյունն են ըմպում այդ փողոցներում։ Ես չեմ կարող չարքապատկաններին ներել, ես չեմ կարող թույլ տալ, որ սրանք շարունակեն հոշոտել իմ ազգին, իմ երկիրը ուրեմն վերացնել եւ սենց հպարտ կանգնել, որ խաղաղություն կբերեն, ինչի՞ չէ, եթե այդ տարածքները պաշտպանող չկա, եթե հերթով պիտի հանձնենք եւ եթե պիտի այստեղ թշնամու ուրեմն բնակիչները կամ բնակվեն, ազգը գա բնակվի, ուրախ հայտարարում է, որ 100 հազարավորների բերելու են, այստեղ դրանք բնակվելու են, ծաղրում են մեզ։ Բայց ես հիմա դրանց ոնց չասեմ, արա այ ողորմելի գոյանքներ, բայց երեխեքին խի հանեցիք ոտքի, բայց մեր Սարդարապետը չէր դա, կամ են որ ասում է մեր ուրեմն Արցախը մեր ինչ Հայաստանն է եւ վերջ, եւ դա հայտարարողը կյանքը տվեց եւ դարձրեց Հայաստան, Լեոնիդ Ազգալձյանը եւ այս գոյանքը գնաց եւ ինչ արեց, հետո հայտարարեց, որ ոչ դա Ադրբեջանը, պետք է հիմա Արարատը որ ուրանում են, ի՞նչն են ուրանում, իրենց օրնումորն են ուրանում, այդ արժեքը մեր ծնողները, մեր պապերը իրենց հրտում, իրենց հոգում են կրել, չէ՞, իսկ հիմա դրանք ջնջում են, վերացնում են, իրենք իրենց ինքնությունն են ջնջում, ես այդպես ապրել չեմ կարող եւ անիմաստ եմ համարում այդպես ապրելը, նրանք ովքեր պատրաստ են դառնալ անասնակալած գոյանքներ եւ մսուրկի դեմ շարված մանկուրտների պես սնվեն եւ դա համարեն ստամոքսը կյանքն է, ստամոքսը մարդու էությունն է, թող գնան ապրեն։ Ես չեմ կարող եւ այն ոգեղեն արժեքները, որ ես ժառանգել եմ, ամեն կերպ պիտի փոխանցեմ իմ սերունդներին։ Ընդդիմություն կա բացի ձեզնից ըստ այս կուսակցությունների մեջ ընդդիմություն կա բացի ձեզանից, որովհետև ասում են կուսակցությունների կեսը ծպտյալ ՔՊԱ-ականներ են, որովհետև եթե պետք լինի նրանք կմիանան ՔՊ-ի հետ կկազմեն կոալիցիա եւ կդառնան իշխանություն էջմիածին։ Գիտեք, ես այդքան չեմ էլ մանրանում հիմա, ես իսկապես իմ հայրենակիցների կողքին եմ եւ ես շատ ուզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ընտրական այս փուլում իրենց թեզերն են առաջարկում, իրենց ծրագրերն են առաջարկում, իրենց խոսքերն են հնչեցնում, տեր մնան իրենց ասացի։ Ես իմ խոսքերի տերն եմ լինելու, ես կարող եմ իմ փոխարեն պատասխանել, որ այնինչ ասել եմ ընդհանուր նաև սոցիալական հարցերը, դրանք կարգավորելու եմ։ Ես իսկապես փորձելու եմ իմ հայրենակիցների, վաղարշապատցիների կյանքը հնարավորինս բարվոք վիճակի մղել, որովհետև խնդիրները շատ են եւ կենցաղային խնդիրներից եւ գիտեք կան ուրեմն համայնքային խնդիրներ, կան նեղ անձնական խնդիրներ, չի նշանակում եթե նեղ անձնական է եւ այդտեղ պետությունը թերացել է, մենք պիտի չօգնենք։ Իհարկե պիտի օգնենք, որովհետև մարդը հավատացել է իր երկրին, իր պետությանը կամ մենք ունենք արցախցիներ, որոնք այսպես ստացվեց, գաղթել են, եկել են եւ հիմա չեն կարողանում ինտեգրվել, ինչու, որովհետև կեցավայրեր չունեն, որովհետև այդ ամենափոքրիկ պայմանները ստեղծված չեն նրանց համար, ես այո մտածել եմ այդ ուղղությամբ եւ մենք պիտի կարողանանք այդ թաղամասը ստեղծել, գիտեք մի քանի շենքերի խնդիր է, որ պիտի կարողանանք այո այդ կառուցումները ապահովել եւ դրանք լինելու են, ես ինչ ասել եմ եւ ինչ խոստացել եմ իմ համայնքին դրանք բոլորը կատարվելու են, մի առիթով ասել եմ Երբ ասում են քանի տոկոս, ինչ տոկոս, մի քիչ ժպտում եմ, ես ապրած կյանքն եմ համարում գնահատականը, նա ով ապրել է, նա ապրած կյանքերին, ով ինչ է արել, եւ այդ ինչ հնարավորություններից ինչքանն է օգտագործել։ Ես կարողացել եմ իմ ողջ նվիրումը, իմ սերը, իմ ջերմությունը տալ եւ իմ քաղաքին, եւ իմ ուրեմն Հայաստան երկրին եւ ողջ մոլորակի վրա սփառված հայությանը եւ որ հատվածում էլ մոլորակի եղել եմ այդ նույն ջերմությունն ու սերն եմ տարել եւ այդ ծափերին որոնց արժանացել եմ ես այդ ծափերը փոխադարձել եմ որ իմ հայրենակիցները մնացել են այնքան ինքնիշխան հզոր որ կարող են գալ գրական հանդիսությունների մշակութային երեկոների այսինքն իրենց հայկականությունը պահած հայեր են
Դա հարստություն է մեզ համար եւ հիմա մենք դա ենք փորձում տրոհել, բաժանումների տանել, մինչդեռ մեր միասնականությունն է հնարավորություն տալիս մոլորակի վրա այս խառնակ ժամանակահատվածում մնալ, կարողանալ ինքնություն պահել, արմատից չփոկվել եւ ունենալ առողջ շարունակություն։ Պարոն Մանուկյան, դուք դառնալու եք ապագայում, եթե դառնաք, այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում է Մայրաթորը, իսկ Մայրաթորը վերջերս անսահման թիրախի կենտրոն է դարձել։ Նետեր են ուղղվում դեպի վեհափառ, որոնք իշխանության կողմից են։ Դուք ինչպես եք փորձելու պայքարել սրա դեմ, մանավանդ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է գնալու ենք վեհարան, այն վեհափառից ազատելու համար։ Դա եթե հոգևորականները չեկան կառավարությունը Նիկոլ Փաշինյանից ազատելու, դե ինքն էլ ճիշտ է անում, գնում է ազատելու։ Երբ Բագրատ Սրբազանին կալանավորում էին, իսկ տված հոգևորականները ամբողջը եւ իրենք ոտքի կկանգնեն, եւ հայ ժողովրդին ոտքի կա, եւ զանգերը կհնչեցնեն, որ նման սրիկայություն ամբողջ պատմության մեջ չի եղել, որ ազնվագույն հոգևորականի վրա կարողանան հանիրավի կերպով չեղած մեղքեր բարթել եւ հետո ժողովրդին մոլորեցնել, եւ երբ պարզաբանումները եղան, երբ հնչեց ամբողջական խոսքը Սրբազանի այդ ձայնագրությունները, որոնք ես պատիվ չեմ համարում, երբ մարդը իր դատողություններն է անում բան եւ դրանք ձայնագրում այդպես ներկայացնում են, ուրեմն տեսանք, որ այդտեղ ամեն ինչը խաբեություն է եղել եւ հիմա ուր են այդ հանցագործները, որոնք այդ գործերը սարքում էին եւ ինչի չեն կանգնել արդարադատության առաջ։ Բայց միևնույնն է, ես իհարկե համարում եմ, որ նրանք, ովքեր հարձակվում են Մայր աթոռի վրա, դրանք բոլորը իմ երկրի թշնամիներն են։ Ի վերջո հոգևորականները ներկայացնում են եկեղեցին։ Մարդը սխալական է, եթե սրանք փորձում են մոլորեցնել, այդտեղել մարդկանց, որ պիտի կատարյալ լինեն, մեր մղումն է դեպի կատարելություն։ Բայց մենք կատարյալ չենք։ Եվ հիմա այդ կատարյալ չլինելը սրանք մեղք են որպես ներկայացնում, Աստված այդպես է ստեղծել մարդուն։ Սրանք գլուխները խոթել են սեռասավանների մեջ։ Հասկանում եք ինչ են կատարել, այսինքն ստացվում է թե բոլոր հարցերը լուծել են, այն երկրներ կան, չէ՞ հետամնաց տեխնոլոգիաների առաջընթացը, մյուսը, բարեկեցություն, դրանք հետամնաց երկրներ են։ Տեսեք առաջադեմ երկիրը գլուխը խոթում է սեռասավանների մեջ եւ ժողովրդուն զբաղվելու բան է տալիս։ Բայց ես ավելի հետաքրքիր բան ասեմ այդ թշվառականներին, իրենց մեջ այդ սեռախեղվածներ կան, տղամարդու ֆորմով քացեր կան, այդ դրանց սեռական կյանքը թող ներկայացնեն, կարծում եմ մեր ժողովուրդը ավելի սիրով կընկնի եւ ավելի հետաքրքրությամբ, եթե այդ ենք ապրում, կամ եթե գնում է ինչ է անում այդ եկեղեցում, ուրեմն պատարակ է լսում, կարգալույծ եղած հոգևորականի, նախկին հոգևորականով եւ այս ժողովրդին էլ մոլորեցնում է, չէ՞ հերթական անգամ, վեհապարով է, որ կարգալույծ անի, ուզում է դա էլ ինքը դառնա, բայց հələ նայեք, էլի ինչ է ստացվում, մենք ունենք կարծեմ կյանքի խոսք, չէ՞, այդպեսին կա, հիմա կողքը ստեղծվում է մահվան լռություն։ Նա հիմա այս իր քայլերով մահվան լռությունն է ստեղծում։ Նա այդ մահվան լռությունը մի անգամ արեց, հաղթականներին տարավ եւ հիմա հողի տակ են մեր քաջերը։ Ես ասել եմ, ես նրանց զինվորն եմ։ Եվ ես քանի շնչում եմ կամ պայքարելու եմ այն գաղափարների, այն երազների համար, որով մեր զավակները մարտի դուրս եղան, հայի արժանապատվությունը պահելու, այս երկրի հավերժությունը տարփողելու եւ մեր ներկայությունը մոլորակի վրա։ Որն է ձեր ուղերձը ձեր ընտրողներին։ Սա է, որ ես հաղթել եմ իմ ապրած կյանքով եւ դա ես չի որ հայտարարում եմ, բազմաթիվ հոդվածներ կան, հաղորդումներ կան, ֆիլմեր կան, իմ անձի շուրջ են դրանք եղել եւ այսօրվա ապրող եւ քաղաքական գործիչներ, եւ մտավորականներ, եւ մշակութային գործիչներ, որոնք հայտարարել են այն, ինչ ես եմ արել եւ այն, ինչ փորձում եմ հիմա էլ շարունակել անել, ես հաղթել եմ, ովքեր ուզում են հաղթանակ ունենալ, թող կանգնեն հաղթողի կողքին։